Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Բհագավադ Գիտան եւ այսօր ավարտում ենք վերջապես նրա 4-րդ գլուխը եւ ես նորից ներողություն եմ խնդրում, որ մի քիչ հետաձգվեց այս քննարկումները։ Ուղղակի այդ ընթացքում այնպիսի իրադարձություններ պատահեցին, որ չէի կարողանում պատշաճ ժամանակ տրամադրել նաեւ Գիտայի հանդիպումներին եւ Գիտայի հանդիպումները մի փոքր այդ պատճառով դուրեցին։ Ուրեմն ավարտում ենք ձեզ հետ տրանսցենդենտալ գիտելիք գլուխը եւ ամենագլխավոր գաղափարը, որը այդտեղից պետք է ուրեմն դուրս բերեինք, դա նա էր, որ իրականում որպեսզի կենդանիակը ինքը լուրջ զբաղվի հոգևոր կյանքով, որպեսզի ինքը ունենա այն աստղը, որին ինքը ձգտում է, ինքը պետք է անպայման գիտելիք ունենա Գերագույն Աստծո անձնավորության մասին։ Ինչի մասին է ընդհանրապես այստեղ խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ եթե կենդանիակը ինքը հոգևոր կյանքով զբաղվում է միայն այն պատճառով, որ ձգտում է ազատվել նյութական աշխարհի տառապանքներից, ապա ինքը կարող է վերցնել միայն նյութական աշխարհին վերաբերվող բարոյականության օրենքները, որպեսզի դրանց հաշվին Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բարյացակամ վերաբերմունք ունենա եւ կենդանիակը ինքը լուծի այդ երկու նյութական աշխարհում շատ բարդ լուծվելիք խնդիրները, այսինքն հաստատվի երջանկության մեջ եւ ազատվի նյութական տառապանքներից։ Շատ հաճախ, երբ որ հոգևոր տեսությունը ինքը չի պարունակում գիտելիք Աստծո մասին, ապա հայտարարվում է, որ նյութական աշխարհին վերաբերվող բարոյականության օրենքները իրենք բավական են նրա համար, որպեսզի կենդանիակը ինքը իր հարթի իր ճանապարհը դեպի հոգևոր աշխարհ։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք սկզբունքորեն այդ թեզի հետ համաձայն չեն։ Նրանք ասում են, որ նյութական աշխարհին վերաբերվող բարոյականության օրենքները կենդանի էակին կարող են բերել ընդամենը նյութական աշխարհում դրախտային մոլորակների։ Բայց դա այո, իհարկե կենդանիակը ինքը հաստատվում է համեմատաբար մեր մոլորակին ֆանտաստիկ երջանկության մեջ, հա, բայց դա իրականում բոլորովին չի լուծում իր ամենագլխավոր խնդիրը։ Իսկ իր ամենագլխավոր խնդիրը դա հավերժությունն է։ Դրախտային մոլորակներում իհարկե կյանքը երջանիկ է, բայց ան նույնքան ժամանակավոր է, ինչքան որ ժամանակավոր է կյանքը եւ մեր մոլորակի վրա։ Թեկուզ եւ մեր մոլորակի համեմատ այնտեղ կենդանիակները ապրում են հեքիաթային երկար, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Միևնույնն է, այն պահին, երբ գալիս է անհրաժեշտությունը մահանալու, այսպես ասեմ էլի, ոչ մեկ չի հիշում իր ապրած կյանքը, ապրում է միայն ոչնչանալու սարսափը։ Եվ այդ պատճառով արիացիները իրենք տանում են ավել, իրենք ասում են, որ նրա համար, որպեսզի կենդանիակը ինքը վերադառնա հոգևոր աշխարհ, ինքը առաջին հերթին պետք է հասնի իր հոգու մաքրությանը։ Հասկանում եք։ Հիմա երբ որ մենք խոսում ենք նյութական մարմնին կամ նյութական աշխարհին վերաբերվող ուրեմն բարոյականության օրենքներին, մենք ընդհանրապես խոսում ենք կեղծիեսի մաքրագործման process-ների մասին։ Որովհետև երբ որ կենդանիակը կամ օրինակ ասենք ես հիմա նստած մտածում եմ, որ ես կին եմ, դա իմ կեղծիեսն է, որը իմ հոգու հետ ոչ մի կապ չունի։ Իսկ ինչ եմ ես իրականում որպես մաքուր հոգի, ես կարող եմ իմանալ միայն եւ միայն այն ժամանակ, երբ հրաժարվեմ նյութական գիտակցությունից, այսինքն հրաժարվեմ էգոիզմից, հա, եւ ուրեմն հայտնաբերեմ իմ հոգուն։ Որպեսզի այդ գործընթացը տեղի ունենա, արիացիները իրենք պնդում են, որ անհրաժեշտ պայման է, որպեսզի կենդանիակը ինքը ունենա Աստծո մասին գիտելիք։ Եվ մենք տեսնում ենք, որ արիացիների կատարմամբ
աստվածային գիտելիքը, կա եւ այն գիտելիքը, որը ինքը Աստված է ասում, կա այն գիտելիքը, որը ասում են Աստծո մարմնավորումները, եւ կա գիտելիք, որտեղ արդեն խոսում են Աստծո նվիրյալները։ Ինչու այդ երեք կատեգորիաներն են ընդհանրապես ներկայացնում հոգևոր գիտելիքը, որովհետեւ աշխարհը, բոլոր աշխարհները, եւ հոգևոր, եւ ուրեմն նյութական, արարել է Աստված։ Ընդ որում արիացիները իրենք ասում են, որ նյութական աշխարհը արարելու համար գերագործությունը ինքը տալիս է մարմնավորում։ Այն, ինչ որ մենք կոչում ենք արարիչ եւ համարում ենք վերջնական Աստված։ Արիացիների կատարմամբ արարիչը ինքը արարում է միայն նյութական աշխարհը։ Իսկ հոգևոր աշխարհը գոյություն ունի նախասկզբնական գերագույն Աստծո ազնվորության հիմքի վրա։ Եվ այդ նախասկզբնական գերագույն Աստծո ազնվորությունն է, որ համաձայնություն է տալիս, որպեսզի գոյություն ունենա նյութական աշխարհը։ Եվ այդ իր համաձայնությունը իրականացնելու համար ինքը տալիս է մարմնավորում։ Հիմա Եվ սա նշանակում է, որ իրականում նույնիսկ ոչ մի նվիրյալ ինքը իրանով չի կարող իմանալ, թե գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչպես է արարել այս նյութական աշխարհը, ինչի համար է արարել, չէ՞, մենք խոսեցինք դրա մասին, որ աթեիստ գիտնականները իրենք իհարկե կարող են մանրակրկիտ ուրեմն ուսումնասիրել եւ պատասխան տալ շատ հարցերի այն թեմայից, թե ինչպես է կառուցված նյութական աշխարհը, բայց իրանք երբեք չեն կարող գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու համար։ Այսինքն նյութական աշխարհի գոյության հոգեբանական պատճառները այդ թեման կարող է քննարկել միայն հենց ինքը Աստված, եթե ինքն է արարել, իսկ նյութական, այսինքն աթեիստիկ գիտնականները իրանք այդ հարցի պատասխանը երբեք չեն կարող տալ։ Ուրեմն, երբ որ խոսքը գնում է արարչագործության մասին, գերագույն Աստծո ազնվորությունը խոսում է անձամբ, որովհետև ուրիշ ոչ մեկ չի կարող նկարագրել նյութական աշխարհի արարչագործությունը։ Երբ որ մենք իսկ արդեն Աստծո նվիրյալները իրենք գալիս են, որպեսզի ներկայացնեն հակառակ կողմը, այսինքն հոգևոր աշխարհում կա Աստված եւ կան նվիրյալները։ Իրանք իրար հետ շփվում են եւ իրանք բոլորը երանելի են։ Երբ որ խոսում է Աստված, ինքը խոսում է նրա մասին, թե ինքը ինչպես է ապահովում բոլոր կենդանիակների երջանկությունը։ Իսկ երբ որ խոսում են նվիրյալները, իրենք նկարագրում են, թե ինչքան հաճելի է ընդհանրապես ապրել Աստծո հետ, թե նա ինչքան հաճելի բնավորություն ունի, թե նա ինչքան հաճելի որակներ ունի, թե նա ինչքան գեղեցիկ է, այսինքն իր արդեն նվիրյալները իրենք խոսում են, եւ որ Աստված ինքը խոսում է նրա մասին, թե ինչպես է ինքը երջանկացնում, նվիրյալները, երբ որ գալիս են, իրանք պատմում են նրանց մասին, թե ռեալ ինչպես են իրանք երջանիկ Աստծո հետ հարաբերությունների մեջ, այսինքն հաստատում են, որ Աստծո հետ ապրելը իրապես երանելի է։ Եվ արիացիները իրենք մենք տեսանք, որ համառորեն պնդում են, որ ազնվորությունը, որպեսզի ինքը հոգևոր կյանքում այնպիսի առաջընթաց ունենա, որ կարողանա քայլ դնել հոգևոր աշխարհ, ինքը պետք է սկզբնականորեն ճանաչի Աստծուն, ճանաչի հոգիներին եւ ճանաչի նրանց միջև եղած հարաբերությունները, որպեսզի կարողանա գրագետ մտնել այդ աշխարհը եւ իմանա իր տեղը, իմանա թե ինքը ինչ հարաբերություններ է այդտեղ կառուցելու, ում հետ, ինչի համար եւ այլն։ Այսինքն այդպես կուրորեն քեզ ոչ մեկ թույլ չի տա, որ դու մտնես հոգևոր աշխարհ, եթե դու դեռ չգիտես, թե այնտեղ ինչ ես անելու։ Եվ ուրեմն արդեն գիտելիքի հետ կապված իհարկե կարևորվեց հոգևոր ուսուցչի դերը, որովհետև նյութական աշխարհում հոգևոր գիտելիքի կրողը հոգևոր ուսուցիչն է։
Վերջում Տեր-Շի Կրիշնան ինքը նորից անցավ նրան, որ սկսեց գովերքել հոգևոր գիտելիքի բաները, պոտենցիալները, չէ՞։ Եվ այսօր հնչում է ուրեմն ավարտական տեքստը։ Բhagavad Gita, գլուխ 4, տեքստ 42։ Այդ իսկ պատճառով օբարատա, գիտելիքի թրով կտրիր քո սրտի տգիտությունից ծնված բոլոր կասկածները։ Խորասուզվիր յոգայի մեջ, այսինքն ինձ հետ կապի մեջ եւ պատրաստվիր տրվելուն։ Ինչպես տեսնում ենք, Գերագույն Աստծո անձնավորությունը նորից խոսում է կասկածների մասին։ Մենք ձեզ հետ քննարկեցինք, որ կասկածը նախ եւ առաջ ինքը դա բանականության 5 ֆունկցիաներից մեկն է։ Այսինքն բանականությունը ինքը ունի հասկանալ, չհասկանալ, հա, այսինքն սխալ հասկանալ կներեք եւ կասկածել ֆունկցիաները։ Ճիշտ հասկացողությունը բնորոշ է առաքինության գոյավիճակի մեջ հաստատված կենդանեակների համար, սխալ հասկացողությունը բնորոշ է տգիտության գոյավիճակի մեջ հաստատվածների համար եւ կասկածամտությունը ինքը բնորոշ է կրքերի մեջ հաստատված կենդանի էակների համար։ Բայց մյուս կողմից, չէ, մենք կարող ենք ասել, որ իրականում վերջնականում կենդանի էակը ինքը նյութական աշխարհում այդ նյութական բանականությունը բանականության կողմից կենդանեակը վերջնականում միշտ խաբված է։ Ինչու՞։ Որովհետև նյութական բանականությունը ինքը կախված է վերջնականում, չէ՞, ասեք այդ ամենասկզբում ինքը կախված է զգայարաններից եկած ինֆորմացիայից։ Չէ՞, որտեղ մենք խոսեցինք դրա մասին, թե ինչպես է այդ շարանը, ինչպես է կառուցված կենդանեակը։ Ինքը ունի կոպիտ մարմին, այդ կոպիտ մարմնի հնարավորությունների համապատասխան կարողանում է ընկալել արտաքին աշխարհը, հա, այդ ուրեմն ինֆորմացիան ուղարկվում է մտքին, միտքը ձևավորում է հաճելի է թե հաճելի չի, հետո ուղարկում է բանականության, որպեսզի բանականությունը ասի ճիշտ է թե ճիշտ չի, կամ ընդունելի է կամ ընդունելի չի։ Չէ՞։ Հիմա տեսեք, այսինքն բանականությունը ինքը կախված է զգայարանների ընկալումից։ Իսկ զգայարանները ընկալում են կոպիտ նյութը, որը ինքը նախատեսված է նրա համար, որպեսզի թաքցնի կենդանեակներից ճշմարտությունը, որ ճշմարտությունը, որ կա Գերագույն Աստծո անձնավորությունը եւ ինքը ամեն ինչի ղեկավարն է։ Ինչու է նյութական էներգիան դա թաքցնում։ Ինքը դա թաքցնում է, որտեղ նյութական էներգիան արարված է այն հոգիների համար, ովքեր ուզում են Աստծուց անկախ իրենց սեփական ճակատագիրը տնօրինել։ Այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ ինքը թաքցնում է իր ներկայությունը նյութական աշխարհում, դա արվում է կենդանի էակի ցանկությունը բավարարելու համար։ Հասկանում եք։ Հիմա եւ այդ իմաստով կարողանում ենք հասկանալ, որ նյութական աշխարհում ապրող բոլոր կենդանեակները իրանք վերջնականում խաբված են հենց սեփական բանականության կողմից։ Եվ այդ տեսանկյունից, չէ, երբ որ մենք նայում ենք, մենք կարող ենք այսպես հստակորեն ասել, որ կենդանի էակի ամենակարևոր ընկերներից մեկը, այդ որ աջակիցներից մեկը, դա հենց բանականության կասկածի ֆունկցիան է։ Չէ՞։ Տեսեք, ես միշտ քննարկում եմ, չէ, որ ես ասում եմ, ես այս աշխարհում ամենաշատը վախենում եմ ֆանատիկներից։ Հա, ովքեր են ֆանատիկները։ Նրանք անձնավորություններ են, որոնք որպես օրենք շատ սակավ գիտելիք ունեն, հա, կարող են շատ ինֆորմացիա ունենալ, իրանք կարող են լինել, չգիտեմ, քայլող էնցիկլոպեդիա, հասկանում եք, բայց միևնույն է, գիտելիքի տեսանկյունից ունենան շատ սակավ գիտելիք, չէ՞, բայց իրենք վստահ են, որ ամենաճիշտ ամեն ինչը իրենք են հասկանում, ընդհանրապես հակում չունեն լսելու, ընդհանրապես հակում չունեն իրենց իմացածը կասկածի տակ դնելու։ Հա, եւ դրա համար
Աստվածամերժության դարաշրջանի ղեկավարները, չէ՞, հենց աստվածամերժության դարաշրջանը սկսվում է, աստվածամերժության դարաշրջանի ղեկավարները իրենք ամենաշատը օգտագործում են, այսպես էլի, ոչ այնքան մաքուր գործերի համար, ամենաշատը օգտագործում են հենց ֆանատիկներին։ Այսինքն նրանք, ովքեր որ շատ գիտելիք չունեն, հա, վստահ են, որ ամեն ինչը ճիշտ են հասկանում, վստահ են, որ ճիշտ ընտրություն են արել, թե ում են ընտրել, թե ում են ենթարկվելու, ում ցանկություններն են կատարելու, հա, եւ մշտապես միջև իրաց կյանքի վերջը, ուրեմն այսպես էլի, բանի, ուրիշի շահերը սպասարկելով, այսպես անձնուրաց կատարում են այդ անձնավորությունների ցանկությունները։ Հասկանում եք։ Հիմա եւ ընդհանրապես երբեք կասկածի տակ չեն դնում, որ իրենք բացարձակ ճշմարտության մեջ են հաստատված, որ իրենք ինչ որ յուրահատուկ միսիա են կատարում եւ այլն, հասկանում եք։ Եվ մենք կարողանում ենք տեսնել, չէ, որ այդ իրավիճակից կենթանիակի դուրս բերելու համար միակ գործոնը, որին կարելի է ուղղել ճիքերը, որպեսզի կենթանիակը ինքը այդ իր պոտենցիային դիմի, դա կասկածն է։ Հասկանում եք, դրա համար ինչ որ տեղեր կան, որտեղ կասկածը ինքը կենթանիակի ամենամտերիմ ընկերն է դառնում։ Չէ՞, հիմա, ուրեմն տեսեք, երբ որ մենք կարդում ենք անցյալում ապրող մարդկանց մասին, հեռու անցյալում, 5000 տարի դրանից առաջ, մենք տեսնում ենք, որ այնտեղ մշտապես նկարագրվում է, որ այդ ազնվորությունները շատերը, հասարակության մեջ շատ են եղել իմաստուններ։ Այսինքն ազնվորություններ, որոնք իրենք փնտրել են կյանքի իմաստ, հա, կամ, չգիտեմ, մտածել են ընդհանրապես, մտահոգ են եղել, թե ինչպես կառուցել հասարակությունը։ Մեր ժամանակներում շատ քիչ են իմաստունները, եթե ընդհանրապես կան, ապա շատ քիչ են, իսկ մտավորականները իրենք հիմնականում զբաղված են նրանով, որ ուսումնասիրում են, այսինքն գիտնականներն են, որոնք իրենք ուսումնասիրում են նյութական աշխարհը եւ ձևեր են գտնում, թե այդ գիտելիքը, երբ որ իրանք կարողանում են ճանաչել նյութական աշխարհի կամ բնության, ուրեմն օրենքների գաղտնիքները, ինչպես կարելի է դա կիրառել, ուրեմն որպեսզի մարդը ինքը կարողանա այդ գաղտնիքներից օգտվի։ Այսինքն խնդիրը գնում է միայն հարմարավետությունը, նյութական աշխարհի հարմարավետության հնարավորությունները ուսումնասիրելու ուղղությամբ։ Հասկանում եք։ Եվ մարդը ինչքան ավելի շատ է իր այդ բաները, ինչքան ավելի շատ է իր ձեռքբերումները հարմարավետության տեսանկյունից, այդքան ավելի քիչ է նրա դրսևորումները ինչ որ փիլիսոփայական հետաքրքրությունների կամ չգիտես ինչի։ Թեկուզ այո, իհարկե կան եւ մեր ժամանակում մարդիկ, որոնք մեր ժամանակը ինքը մի քիչ բան է, կասկածելի է, որովհետեւ հիմա գործում է Գերագույն Աստծո ազնվորության ողորմածության դարաշրջանը եւ աստվածամերժության դարաշրջանը ինքը չունի հիմա իրեն սովորաբար բնորոշ գծերը, հա, իրականությունը ինքը մի քիչ այլ է, այն հաշվարկով, որ հիմա ծնվում են այն հոգիները, որոնք ուզում են աստվածամերժության դարաշրջանից դուրս գալ եւ վերականգնել իրենց հոգեվոր ճանապարհը։ Եվ դրա համար, որ իրանք հիմա մեր մոլորակի վրա այս պահին բավականին շատ են ծնվում, մոտավորապես արդեն մի 40-60 տարի է, չէ՞։ Մենք կարողանում ենք հասկանալ, որ ժամանակակից աշխարհում վայելքի, ուրեմն այդ, ինդուստրիա наслаждений, էլի, այդ համակարգը ինքը ընդհանրապես հետաքրքրված չի, որ մարդիկ իրենք ունենան փիլիսոփայական միտք, չէ՞, տեսեք նույնիսկ կրթությունը ինքը տարվում է այն կողմ, որ ասենք մարդուն հիմա ոչ մի բան պետք չի ուսումնասիրել, բավական է, որպեսզի ինքը կարողանա, այսպես էլի, հմուտ օգտագործի համակարգիչը, չէ՞։
Եվ կարող ենք ասել այո, որովհետև հիմա ինտերնետում կան բազմազան եւ գրքեր, ինֆորմացիա, գիտելիք եւ այլն եւ այլն, չէ՞, տեղեկատվական դաշտը ինքը շատ արագ բան է անում եւ տեսեք այդ ամբողջ խառնաշփոթի մեջ ինչքան հեշտ է, չէ՞, մարդուն շփոթեցնելը, որ ինքը ասեք ճիշտը սխալի տեղ չընդունի, սխալը ճշտի տեղ չընդունի, հասկանում եք, չէ՞, այսքան այ որ ինքը շփոթված չլինի։ Եվ այդտեղ միակ գործոնը, որ իրա կարող է օգնել, դա հենց կասկածամտությունն է, չէ՞։ Եվ ուրեմն իրականում կենդանիակը ինքը պետք է բանանի, ասեք, պետք է անպայման ուշադիր լինի, որ ինչու համար, որովհետև երբ որ ինքը ունի առողջ կասկածելու հիմք, առողջ կասկածելու ունակություն, ապա հենց այդ կասկածելու ունակությունն է, որ իրեն հնարավորություն է տալիս, որպեսզի ինքը կասկածի տակ դնի իրա, ոչ թե դիմացինի, այլ իրա ճիշտ լինելը։ Այսինքն, տեսեք ինչ է, էլի։ Ազնվորությունը ինքը կարող է կասկածել դիմացինին, իսկ կարող է կասկածել ինքը իրեն։ Երկու դեպքում էլ ինքը կարող է ընկնել չափազանցությունների մեջ։ Այսինքն, եթե ինքը ընդհանրապես կասկածամիտ մարդ է եւ ոչ մեկին չի վստահում եւ այդ կասկածամտությունը ինքը ձևավորվում է շատ յուրահատուկ պայմաններում, չէ՞։ Եվ եթե ինքը կասկածամիտ մարդ է, ապա ինքը կարող է վնաս տալ ինքը իրեն, հա, ինչ վնաս։ Օրինակի համար ասենք ինքը կասկածում է բոլորին, որովհետև մինչև այդ ինքը փորձ ունի, որ բոլորը իրեն խաբում են։ Եվ ով ուզում է իրան ինչ ուզում է ասի, ինքը առաջերտին կասկածի տակ է դնում, սկսում է ուսումնասիրել, հետազոտել, որպեսզի պարզի այստեղ արդյոք խաբկանք չկա, թե կա։ Կան ազնվորություններ, որ իրանք հենց որ մի քիչ կասկածեցին, էլ չեն իրենց նեղություն տալիս, որպեսզի հետազոտեն, թե իրենց խաբում են, թե չէ խաբում, մի թեթև կասկածի ժամանակ անմիջապես հերքում են։ Այդպես են անում նրանք, ովքեր տգիտության վիճակի ազդեցության տակ են, չէ՞։ Եվ տեսեք, եւ այստեղ, երբ որ անձնավորությանը գալիս է ճշմարտությունը, ինքը այդ ճշմարտությունը նույն կերպ հերքում է, ինչպես եւ միջև այդ հերքել է սխալները։ Համոզված լինելով, որ հերթական բանը, որ եկավ, նորից սխալ է։ Բա ո՞րն է ճիշտը։ Մենակ իրա կես կիլոանոց ուղեղը։ Հասկանում եք, այսինքն իրա միակ աստվածը, դա հենց իրա բանականությունն է, որ ինձ հերիք է ինչ որ ես հասկանում եմ, ինձ ուրիշ ոչ մեկի հասկացածը հետաքրքիր չի, եւ այլն եւ այլն։ Հիմա Այսինքն կասկածը ինքը կարող է բերել նրան, որ մարդը ինքը բաց թողնի, պատկերավոր ասած, Գերագույն Աստծո անձնավորության օգնության ձեռքը։ Համաձայն եք։ Այս շատ հանգիստ կարող է մարդը ինքը գալ այդ կետին։ Հիմա, սիրելիներս, ուրեմն այս տեսանկյունից, չէ, կարողանում ենք հասկանալ, որ իրականում շատ բարդ իրավիճակ է ստեղծվում, եթե մարդը ինքը տգիտության մեջ է կասկածամիտ։ Հիմա, եւ ազնվորությունը ինքը կարող է, իսկ եթե ինքը կրքերի մեջ է կասկածամիտ, չէ՞, ուրեմն ինքը այսպես է, էլի, ինքը եթե ասեք ինչ-որ մի բանը իր համար անսովոր է, ինքը կարող է մտածի, իսկ կարողա ճիշտ է։ Հասկանում եք, տգետը ինքը միշտ մտածում է, սա հաստատ նույն սխալն է, ինչ որ մնացած ամեն ինչ է, այստեղ ճիշտը մենակ ես եմ։ Կրքոտը ինքը, կրքի հիմքի վրա, ինքը միշտ անհանգիստ է, որ կարող է սա ճիշտ է։ Ինչու համար։ Որովհետև ինքը իր համար միշտ փնտրում է տառապանքից ազատվելու, երջանկության մեջ հաստատվելու ձևեր։ Հասկանում եք։ Եվ հատկապես այն ժամանակ, երբ որ իրան դա այդքան էլ չի հաջողվում, ինքը անմիջապես բարձրացնում է այդ հարցը, որ կարող է, ես ինչ-որ բանը սխալ եմ հասկանում, ու այդ հիմա ինչ-որ ես հանդիպեցի,
Այսամ ինձ հնարավորություն տա, որ ես այդ խնդիրը լուծեմ։ Այսինքն կրկոտի մեջ, երբ որ շահը համընկնում է, հա, իր կասկածամտությունը դառնում է զարգացման հիմք։ Հասկանում եք։ Հիմա, իսկ ինչպես են վերաբերվում արտաքին ինֆորմացիային առաքինության գոյավիճակի մեջ ազնվորությունները։ Առաքինության գոյավիճակը ինքը տարբերվում է կրքերի եւ տգիտության գոյավիճակից նրանով, որ կենդանի էակը ինքը մշտական զբաղված է, այլ մշտական այդպիսի օր չկա։ Հասկանում եք, իր մոտ միշտ օրվա ընթացքում կա մի մաս, երբ որ ինքը ոչ թե ուսումնասիրում է, պազնայոտ։ Այստեղ այդ խոսքը կարևոր է, էլի։ Իմանալ չէ, էլի։ Լավ, ասեմ ճանաչում, հա, ամեն օր զարգացնում է իր ճանաչումը այս աշխարհի։ Եվ ինքը չի վախենում հանդիպի սխալ ինֆորմացիայի։ Ինչու՞, որտեղ ինքը հիմք ունի, եւ այդ հիմքի վրա ինքը կարողանում է սխալը ճշտից տարբերել, չէ՞, բայց եւ դառնալ կրթված նաեւ այն ոլորտում, թե ինչպիսի սխալ գաղափարներ կան այս աշխարհում, կամ ասենք այ գնահատի տգիտության ճանապարհը, հասկանում եք, այսինքն տգիտության գիտելիքը։ Եվ այո, իհարկե հասկանա, որ դա իր համար բացարձակ անընդունելի գիտելիք է։ Ինչի հիմքի վրա է նա դա անում, որովհետև ինքը գիտի գոյավիճակները, այսինքն ինքը գիտի ինչն է բնորոշ տգիտությանը, ինքը գիտի ինչն է բնորոշ կրքերին եւ գիտի ինչն է բնորոշ առաքինությանը։ Եվ երբ որ ինքը ինչ-որ մի գիտելիք է ուսումնասիրում, իսկ ինչ-որ մի գիտելիք դա անպայման ինչ-որ մեկը գրել է, չէ՞, կամ ասել է, տարբերություն չկա։ Ինչ-որ մեկն է ասել։ Եվ ինքը այդ գոյավիճակների տեսության հիմքի վրա անմիջապես կարողանում է պարզաբանել այս մարդը ինքը տգիտությունից է խոսում, թե չէ։ Եթե ինքը տգիտությունից է խոսում, իր խոսքի, իր գաղափարների մեջ պիտի անպայման լինի բռնություն։ Եթե ինքը կրքերից է խոսում, իր գաղափարների մեջ պիտի անպայման լինի շահ։ Հասկանում եք, եթե ինքը առաքինությունից է խոսում, իր գաղափարների մեջ անպայման պիտի լինի բարիություն։ Հասկանում եք։ Եվ դա արդեն մարդուն հեշտացնում է, որպեսզի ինքը ճիշտ հասկացողություն զարգացնի։ Դրա համար առաքինության գոյավիճակի մեջ ազնվորությունները իրանք շատ հազվադեպ են առիթ ունենում օգտվեն կասկածանքի ֆունկցիայից։ Հասկանում եք։ Հիմա եւ իրանց կասկածանքի ֆունկցիան ինքը հիմնականում վերաբերվում է նրան, որ երբ որ ինչ-որ մի նոր բան է գալիս, այդտեղ իրանք կասկած են բանանում, որ իսկ կարող է սա, բայց դրական կասկած էլի, իսկ կարող է սա այն է, ինչ որ եկել է, որ իմ գիտելիքը, ինչքան էլ ուզում եմ ես լավ հմուտ լինեմ, որ իմ գիտելիքը ինքը ավելի ու ավելի կատարելագործվի։ Եվ ինքը մենակ դա է նայում, սա այն է, ինչ որ ես արդեն գիտեմ, թե սա ինչ-որ մի բան է, որը ես չգիտեմ։ Հա, եւ եթե ես չգիտեմ, ինձ համար կապ չունի, սա ճիշտ է, թե սխալ է, որտեղ երկուսն էլ ինձ զարգացնում է։ Մի դեպքում ես հասկանում եմ, որ սա ճիշտ է, եւ այդ իմ հասկացած ճշտերի վրա ավելանում է եւս մի ճիշտ։ Հասկանում եք։ Եվ իսկ մյուս դեպքում, երբ որ ես հասկանում եմ, որ սա սխալ է, ես զարգանում եմ, որովհետև իմանում եմ, թե ինչպիսի սխալներ գոյություն ունեն։ Չգիտեմ, կարողացա բացատրեմ ինչ եմ ասում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ կասկած կա, որը կենդանիակը ինքը պետք է ունենա ինքը իր հանդեպ։ Հասկանում եք։ Եվ այդ ինքը իր հանդեպ կասկածները ինքը ունի ուրեմն հետևյալ հիմքը։ Տգիտության մեջ կենդանիակը երբեք ինքը իրան չի կասկածում։
ինքը համոզված է, որ ինքը շատ լավ իր շահերը գիտի եւ ցանկացած մեթոդով իր շահերը առաջ է տանելու, չէ՞։ Հիմա երկրորդը, ուրեմն դա կրքի գոյավիճակի մեջ կրքերի ազդեցության տակ գտնվող կենդանիակներն են։ Կրքերի ազդեցության տակ կենդանիակը ինքը իրան կասկածի մեջ է դնում, հա։ Այն ժամանակ, երբ որ ինքը իր գիտելիքով չի կարողանում իրականացնի այն նպատակը, որը ինքը ունի, այսինքն իր շահերը, հա, եւ այդ ժամանակ ինքը կասկածի տակ է դնում, ասում են, սպասի ուրեմն ես ինչ որ մի բանը երևի սխալ գիտեմ, եւ ինքը սկսում է փնտրել, ինքը սկսում է գիտելիքի մեջ փնտրել այն գիտելիքը, որը հիմա ամենակարևորը իրան կթվա, որ դա է հենց այն գիտելիքը, որը իրան հարկավոր էր։ Մեկ-մեկ դա ճիշտ է դուրս գալիս, մեկ-մեկ ոչ, հա, հասկանում եք, չէ՞։ Հիմա, իսկ առաքինին ինքը իրան կասկածի տակ է դնում, երբ որ ինքը գտնում է իր գիտելիքի սահմանը։ Այսինքն ինքը գիտելիք է զարգացնում եւ ինքը ինչ-որ մի երևույթի է հանդիպում, որտեղ ինքը հասկանում է, որ իր գիտելիքը չհերիքեց, որ ինքը այդ երևույթը կապել այդ ազնվորությանը գնահատի։ Հասկանում եք, եւ այդ ժամանակ ինքը կասկածի տակ է դնում իր գիտելիքի կատարելությունը եւ ուսումնասիրում է գիտելիք, որը կլրացնի իր բացը։ Շատ բաց, հանգիստ այդ process-ները արվում են, անկախ նրանից դա շահավետ է թե ոչ, կարևորը որ ճիշտ է։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ուրեմն, բայց այստեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը Աջունային ասեց դեն նետի գիտելիքի թրով կտրի բոլոր կասկածներ, քեզի բոլոր քո կասկածներիդ։ Հասկանում են։ Այսինքն ո՞րն է գիտելիքը։ Իրական գիտելիքը այդ դա է, որ դու պետք է իմանաս, թե դու որտեղից ես եկել, ինչու համար ես ընդհանրապես այս կյանքը ապրում, այս կյանքում ինչու այն կամ այն դիրքը ունես, հա, եւ ուր ես ընդհանրապես գնում։ Հասկանում եք։ Եվ այ կենդանիակը ինքը, երբ որ տգիտության մեջ է, չէ, ինքը վստահ է։ Ինքը վստահ է, որ հիմա ինչու՞մ է ինքը վստահ։ Դե ոչ մեկ էլ չգիտի որտեղից է։ Ես էլ չգիտեմ։ Հա, ինչ անենք, բոլորս էլ տգետ ենք, որն է խնդիրը։ Հասկանում եք։ Հետո հաջորդը, ոչ թե ինչի համար եմ ծնվել։ Ես ծնվել եմ, որպեսզի ուտելիք հայթայթեմ, այսինքն պահպանեմ իմ գոյությունը եւ վայելեմ այդ գոյության մեջ այն ամեն ինչ, որ կարող եմ վայելեմ։ Всё։ Եվ եթե ես դա կարողանում եմ անել, ուրեմն ես իմաստ ունեմ։ Վերջ։ Հասկանում եք։ Գրքերի մեջ կենդանիակները իրանք շատ ավելի դուրբ են։ Իրենց արդեն իրենք կարող են լինել հետաքրքրասերներ։ Հիմա եւ ուրեմն այս բոլոր հարցերի պատասխանների մեջ, չէ, կենդանիակի միակ ընկերը կասկածն է։ Այսինքն որոնակ կենդանիակը օրինակ լսում է, որ իրան ասեցին, իսկ դու գիտես, որ դու հոգի ես։ Տգետը կասի ոչ, ես գիտեմ, որ ես այս մարմինն եմ, բայց ձեր հեքիաթները տարեք պատմեք ձեր տատիկներին։ Չէ՞։ Գրքերի մեջ կասի կարող է հանկարծ դա ճիշտ է։ Հա։ Իսկ առաքինության մեջ մարդը ինքը անմիջապես ուշադիր կլսի եւ եթե իրեն տրամաբանական փաստարկներ են բերել, ինքը այդ փաստարկները շատ լավ միանգամից կհասկանա, հա, եւ այո, կասկածի տակ կգնի իր այդ գիտելիքը, որ ես մինչեւ հիմա հեսա չգիտեի, հիմա սա ընդունեցինք։ Որտեվ կասկածը ինքը այդ դա է, որ ինքը ստիպում է մարդուն, որպեսզի մարդը ինքը վերանայի իր հիմա ինչը, արժեքային համակարգը։ Հասկանում եք։ Եվ կենդանիակը իրականում իր նյութական գոյության մեջ բազմաթիվ անգամներ իր արժեքային համակարգը այսպես 170 աստիճան ստիպացել ու փոխել։ Դուք պատկերացնում եք, ասենք, միլիոնավոր ծնունդների ընթացքում մենք
ինչպիսի տրանսֆորմացիաների ենք ենթարկվել, ինչպիսի արարքներ ենք կատարել, ինչպիսի ճակատագրեր ենք ունեցել, ինչպիսի մարմիններ ենք ունեցել, եւ ամեն մի մարմինը դա մի ահռելի տրանսֆորմացիայի process է, չէ՞։ Մենք այսպես հեշտ ասում ենք վերածնունդ անցնում ենք, բայց չէ որ վերածնունդը ինքը շատ լուրջ տրանսֆորմացիայի process է։ Հասկանում եք։ Եվ ուրեմն մի կողմից կասկածի ֆունկցիան, եթե մենք ուշադիր ենք նայում, մենք կարող ենք հասկանալ, որ մի կողմից կասկածի ֆունկցիան ինքը կենթանիակի կարելի ասել ամենալավ ընկերն է, որտեղ թույլ է տալիս, որպեսզի ինքը դուրս գա սխալներից եւ զարգանա, չէ՞։ Մյուս կողմից կասկածի ֆունկցիան ինքը կարող է լինել կենթանիակի ամենամեծ թշնամին։ Հասկանում եք։ Ինչի համար որտեվ այդ դեպքում, երբ որ կենթանիակին գալիս է հոգևոր գիտելիքը, ինքը այդ գիտելիքը դնում է կասկածի տակ եւ հրաժարվում։ Չէ՞։ Այսինքն, երբ որ մարդը ինքը վստահ է, որ ինքը ուրեմն բանն է, այս մարմինն է, որ ինքը ընդամենը մի անգամ է ծնվում, չէ՞, դա ինքնըստինքան արդեն նշանակում է, որ ինքը կասկածի տակ չի դնում, որ ինքը միայն այս մարմինն է։ Այսինքն ինքը շատ ուժեղ կասկածում է, որ ինքը հոգի է, ինքը կասկածում է հոգևոր թեմայի վրա, չէ՞։ Ուրեմն այդ կասկածը ինքը թույլ չի տալիս, որպեսզի Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կարողանա այդ կենդանի էակին ճշմարտությունը ասել հենց իր մասին։ Որտեղ Բhagavad Gita-ն դա հենց դա է, չէ՞, որ Գերագույն Աստծո ազնվորությունը մեզ ճշմարտություն է ասում, ճշմարտություններ է ասում հենց մեր մասին։ Եվ եթե մենք կասկածի տակ ենք դնում Սուրբ գրվածքը, ապա մենք ստացվում է, որ մենք Աստծուն հնարավորություն չտվեցինք, որպեսզի ինքը մեզ օգնի։ Հասկանում եք։ Ինչու համար որտեղ նյութական աշխարհում նյութապես պայմանավորված կենթանիակը ինքը արժևորում է միայն նյութական երջանկությունը։ Եվ երբ որ սուրբ գրվածքում Աստված ինքը սկսում է խոսել իրական հոգևոր process-ներից, իրական հոգևոր թեմաներից, դա կենթանիակին ընդհանրապես հետաքրքիր չի։ Հասկանում եք։ Եվ կենթանիակը ինքը այդ պարագայում չի կարողանում ընդունել, այն մաքուր հոգևորի գիտելիքը ինքը չի կարողանում ընդունել։ Տեսեք, երբ որ Աստվածամերժության դարաշրջանը մտնում է, չէ, բոլոր ասպարեզները, բոլոր այդ թվում եւ կրոնականը, իրանք գնում են ըստ պահանջի։ Եվ մարդկությունը ինքը այնպիսի կենթանիակներ են ծնվում մարդկության հասարակության մեջ մեր ժամանակներում, չէ, որոնք իրենք այդ հոգևորի հանդեպ հակում չունեն իմինը աստվածային գիտելիքը իմանալու, որտեղ դա կիրառական չի իրանց վայելքի համար, այստեղ եւ հիմա։ Հասկանում եք, եւ որ ազնվորությունը ինքը այդ ամեն ինչը եւ դրա հետևանքով ինքը այդ ամեն ինչը կասկածի տակ է դնում կամ հերքում է, որպես ոչ պիտանի, ոչ մեկ այդ գիտելիքը չի օգտագործում։ Դրա համար բանը սուրբ գրվածքները իրանք թափում, սա պետք չի, սա պետք չի, սա պետք չի, վերջում մնում է բարոյականությունը դրախտային մոլորակը, վերջ։ Մեկին որ Աստված ինքը արարիչն է ու պատժողը։ Ու վсё։ Հասկանում եք, այսինքն դա տեղի է ունենում, որտեղ կենթանիակները չեն հետաքրքրվում։ Իսկ իրանք չեն հետաքրքրվում, որտեղ չեն կարողանում այդ կասկածամտությունից դուրս գալ, որ իրոք կա հոգևոր աշխարհ, իրոք ես հոգի եմ եւ այլն, այսինքն կասկածը ինքը դարձավ կենթանիակի թշնամին։ Հիմա այդ կասկածը Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասում է միայն իրական գիտելիքի միջոցով դու կարող ես կտրես կասկածներդ։ Ինչու, որտեղ Աջունան ամենասկզբում կներեք եղանակը լավը չի, ճշմարտ է տատանվում։ Որովհետև ամենասկզբում Աջունան ինքը հենց կասկածներ հայտնեց, չէ՞։
Ասեց ես չգիտեմ, այս կասկածում եմ, ես հիմա չգիտեմ, ըստ իմ գիտելիքի, եթե ես հանկարծ մասնակցեցի այս պատերազմի մեջ, ես գնալու եմ դժոխք։ Իսկ ես չեմ ուզում, ոչ թե մենակ չեմ ուզում գնամ դժոխք, այլև չեմ ուզում այդպիսի օրինակ ծառայեմ։ Ես ուզում եմ դրական օրինակ ծառայեմ հոգևոր դաշտում ապրող կենդանիների համար, հա? Հասկանում եք, այլ ոչ թե դառնամ իրանց դեգրադացիայի հիմքը։ Եվ հիմա այստեղ վերջում, երբ որ Տեր Քրիստոսն ինքը բացատրեց տրանսցենդենտալը, որտեղ ինքը իր խոսակցությունը որ կետից սկսեց, ինքը ասեց չհասկացա, ես ինչ բաներ ես խոսում, որը ընդհանրապես վայել չի արյացուն։ Դու ինչ մոռացել ես, որ դու հոգի ես։ Եվ որ ամենակարևորը դա հոգու շահերն են։ Եվ որ կրոնականությունը ինքը նախատեսված է հոգուն հոգևոր աշխարհ վերադարձնելու համար, այլ ոչ թե խաղերի, որ նյութական աշխարհում երջանկություն։ Հա, սա կոմպրոմիս է, որ անում ենք, որպեսզի հոգին ինքը ամրապնդվի, սկսի շարժվել։ Ուր դեպի հոգևոր աշխարհ։ Սա է հոգևոր ճանապարհի գլխավոր նպատակը։ Եվ ինքը հենց դրանով կշտամբեց, չէ՞, Աջոնային։ Հիմա այստեղ ինքը արդեն այ դա է ասում, որ կտրիր այդ կասկածները հոգևոր դու ես հիմա քեզ բացատրեցի հոգևոր գիտելիքը։ Ես բացատրեցի ինչպես եմ ես գործում։ Եվ դու պետք է տարանջատես կրոնականության սկզբունքները, որոնք իրենք նպաստում են նյութական գոյությանը կարգավորելուն եւ կրոնականության սկզբունքներ, որոնք նպաստում են հոգևոր աշխարհին, հոգևոր աշխարհ գնալուն։ Հասկանում եք։ Այդպիսով ուրեմն կասկածը կենդանեակի նյութական գոյության եւ ամենահավատարիմ ընկերն է եւ ամենավոխերիմ թշնամին, կախված նրանից, թե ինչպես է կենդանեակը այդ կասկածը կիրառում, չէ՞։ Ուրեմն այն հաղթահարելու համար Տեր Քրիստոսն ինքը առաջարկեց ընդհանուր առմամբ 3 սկզբունք։ Հասկանալ գերագույնի գործունեությունը։ Հասկանում եք։ Սա տեսնում ենք, որ այս թեզը ինքը ուղղակի հակադրվում է մեզ համար շատ ծանոթ մտածելակերպի, երբ որ կրոնականությունը ինքը ավարտվում է որպես գաղափարախոսություն մի նախադասությունով։ Աստծո գործերը անքննարկելի են։ Եվ այդ նախադասությունը ինքը կիրառվում է ոչ միայն քրիստոնեության մեջ, դա եւ մուսուլմանության մեջ, եւ իուդաիզմի մեջ, հա, Աստծո գործերը անքննարկելի են։ Իրականում Աստծո գործերը համարձակվում են քննարկել միայն արիացիները։ Հա? Ուրեմն երկրորդ բանը գործոնը, որը ինքը օգնում է, որպեսզի կենդանիակը ինքը հաղթահարի իր սխալ կասկածները, դա շփումն է հոգևոր ուսուցչի հետ։ Այսինքն, կան ազնվորություններ, որոնք իրենց զարգացման մեջ, չէ, հասել են կատարելության։ Եվ իրենք չեն կասկածում։ Իրենք չեն կասկածում Աստված կա թե չկա, որտեղ իրանք հենված չեն հավատի վրա։ Իրանք հենված են պրակտիկայի վրա։ Իրանք գտել են Աստծուն, իրանք հանդիպել են իր հետ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն կասկածներից շատ արդյունավետ կենդանիակին ազատում է հոգևոր ուսուցչի հետ, այսինքն մաքուր նվիրանի հետ շփումը։ Մենք ձեզ հետ խոսեցինք, որ մեր ժամանակներում կա այսպիսի մի երևույթ էլի, որ պարտադիր մենք ամեն անգամ ստիպված ենք լինում դրա մասին խոսել, ոչ թե որ մեզ հաճույք է պատճառում թերություններ քննարկելը, այլ որտեղ Աստվածամեժությունը այդ թերությունները բնորոշել եւ մենք պետք է իմանանք եւ թերությունը եւ ճիշտը, չէ՞։ Այո, Աստվածամեժության դարաշրջանում շատ տարածված է կեղծ հոգևոր ուսուցիչը։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ուրեմն Մա չանդրադառնամ նորից խոսեմ կեղծ եւ ճիշտ հոգևոր ուսուցչի մասին, հա, բայց այստեղ երբ որ ասում եմ, որ շփվել, պետք է շփվել հոգևոր ուսուցչի հետ, դա նկատի ունի, որ դա այն ազնվորություններն են, որոնք իրենք կարող են փարատել քո ցանկացած կասկածը, ինչու։ Որովհետեւ առաջի հերթին դա ազնվորություններ են, որոնք խիստ հաստատված են փիլիսոփայության մեջ։
Այսինքն եթե նույնիսկ իրանք Աստծուն հանդիպած չլինեին, այն ամենը ինչ որ իրենք Աստծո մասին գիտեն, դա ճիշտ է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ իրենք այդ կարող են կենթանիակին մշտական ոգեշնչել, ճշմարտությունը ճանաչելով եւ այդ ճշմարտության հիմքի վրա հոգեվոր ճանապարհի վրա հաստատվելու գործընթացով, չէ՞։ Եվ երրորդ գործոնը, որ առաջարկեց Տեր Քրիստոսն կասկածների հետ պայքարելու համար, դա պրակտիկորեն իրականացնելն է այն գիտելիքը, որը բացատրվել է։ Սա նշանակում է, որ մարդը ինքը կարող է լսել մեծ քանակությամբ բացատրություններ, բայց այդ գիտելիքից ոչ մի օգուտ չստանալ, բացի էրուդիցիայից։ Որ դեպքում է այդպես ստացվում, երբ որ կենդանիակը ինքը այդ գիտելիքը չի կիրառում։ Հասկանում եք, եթե ինքը այսպես լսում է, իր դուրն է գալիս, ինքը ոգեշնչվում է, եսի ինչ է լնում, հետո հենց որ գիրքը փակեց կամ բանը ձայնագրությունը անջատեց, ինքը անմիջապես վերադառնում է ինքը իրան, իր արժեքային համակարգին, իր սխալ կոնցեպցիաներին, իր ռեակցիաներին եւ ոնց որ միշտ է ինքը, ասենք, մարդկանց հետ վարվել, ինքը իր հետ վարվել, շարունակում է անել նույնը։ Ինչպես կարող է այդտեղ հոգեվոր գիտելիքը ինչ-որ բան փոխել։ Հոգեվոր գիտելիքը ինքը փոխում է, երբ որ ինքը կիրառվում է։ Հոգեվոր գիտելիքը ինքը նախատեսված չի էրուդիցիայի համար։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն այս երեք գործոնները իրենք շատ նպաստում են, որպեսզի ազնվորությունը ինքը մշտական հաստատված լինի սթափ հասկացողության մեջ, թե ինքը որտեղ է գտնվում եւ որն է իր հաջորդ փուլը, հիմա ինչ փուլի մեջ է, ինչի հետ պիտի աշխատի եւ այլն, չէ՞։ Եվ բարեհաջող անցնում է իր ճանապարհը, չէ՞։ Այսինքն այս երեքը հասկանալ գերագույն Աստծո ազնվորության գործունեությունը, շփվել իրական հոգևոր ուսուցչի հետ եւ այն գիտելիքը, որը ստանում ես այդ ուսուցչից կիրառելը, դա իրականում հոգևոր կյանքի անվտանգության սկզբունքներն են։ Հասկանում եք, որոնք իրենք կենթանիակին պաշտպանում են եւ տգիտության եւ կրքի գոյավիճակի մեջ այդ մտածելակերպին, որը բնորոշ է այդ գոյավիճակներին, չէ՞։ Մենք ձեզ հետ խոսեցինք հոգևոր ուսուցչի մասին, խոսելով դրա մասին, որ հոգևոր ուսուցիչը ինքը անսպառ օվկիանոս է հոգևոր գիտելիքի, հա, եւ ամենակարևորը դա նա է, որ ինքը այդ գիտելիքը իրականացրել է։ Ինչու՞, որովհետեւ ինքը տեսնում է եւ իր հոգին, եւ ուրիշների հոգիները, ինքը տեսնում է Աստծուն եւ ինքը տեսնում է նրանց փոխհարաբերությունները։ Հասկանում եք, դա է հիմքը, որի շնորհիվ մաքուր նվիրյալը Աստծո ինքը կարող է ցանկացած տգիտություն, ցանկացած շահամոլություն, ցանկացած կրկեր, այդ ամեն ինչը կարող է ցնել։ Դրա համար է որ հոգևոր ուսուցչին գիտելիքը, որը ինքը ներկայացնում է, սովորաբար համեմատում են արևի հետ, որովհետև այնտեղ որտեղ շողում է արևը, մթությանը տեղ չկա, այսինքն այնտեղ որտեղ շողում է գիտելիքը, տգիտությանը տեղ չկա, հասկանում եք։ Տգիտության ազդեցության տակ կենդանիակները իրենք մոռանում են իրենց հոգևոր էությունը, իրանք ընկնում են նյութական կեղծ եսի ազդեցության տակ, իրանք ընդհանրապես մոռանում են Աստծուն, թե ինչպիսիներ ինքը ռեալ, իրանք մոռանում են իրանց եւ Աստծո հարաբերությունները եւ գիտելիքը ինքը նպաստում է, որպեսզի կենդանիակը այդ բոլոր կոմպոնենտները այսպես հերթով մեկը մյուսի հետևից կամաց նորից վերականգնի։ Եվ այո, իհարկե, ակնհայտ է, չէ՞ որ տգիտությունը ինքը ոչնչացվում է գիտելիքով։ Հա, եւ այս տեքստում մենք տեսանք, որ հաջորդ գաղափարը, որը առաջ քաշեց գերագույն Աստծո ազնվորությունը, դա նա էր, որ ինքը համեմատեց գիտելիքը զենքի հետ։ Հա, եւ ինքը ասեց խորասուզվի, այդ գիտելիքի հիմքի վրա խորասուզվի յոգայի մեջ։ Ինչ է նշանակում յոգա։ Մենք դա ձեզ հետ արդեն մի քանի անգամ քննարկել ենք, չէ՞, որ յոգա դա նշանակում է, որ
ազնվորությունը ինքը գնում է մի ճանապարհով, որտեղ ինքը վերականգնում է իր կապը։ Ինքը վերականգնում է իր կապը Գերագույն Աստծո ազնվորության հետ։ Եվ մենք բազմիցս խոսել ենք, որ այդ վերականգնումը ինքը ունի 4 սփուլ։ Վերականգնել գործունեության կապը, որը վերականգնել արժեքային համակարգի կապը, վերականգնել ցանկությունների կապը եւ վերականգնել սիրո պոտենցիայի կապը, չէ՞։ Եվ այդ իմաստով, չէ, գիտելիքը ինքը այդ ծրում է, ոչնչացնում է ցանկացած տգիտության ֆորմա եւ դրա համար ինքը զենքի պես է, որ ոնց որ բանելի թույլ լինի։ Եվ գիտելիքը ինքը տանում է կենթանի էակին այդ տարբեր մակարդակի, ասած էլի, ռեալ կապ հաստատելու process-ի մեջ Գերագույն Աստծո ազնվորության հետ, չէ՞։ Եվ երբ որ կենթանիակը ինքը հենվում է հոգևոր գիտելիքի վրա, արդյունքում ինքը իր հետ տեղի ունենում այն, ինչ որ տրանսցենդենտալիստները իրենք կոչում են զարթոնք։ Հա, օրինակ իմ հոգևոր ուսուցիչը ինքը մի աղոթք ունի, որտեղ ինքը հենց այդպես էլ դիմում է կենթանիակներին։ Հեյ, ասում է, զարթնիր։ Հասկանում եք։ Եվ հոգևոր գիտելիքն է, որ զարթացնում է կենթանիակին, այդ իր հոգևոր սկզբունքը գիտակցելու հաշվին, հասկանում եք։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ ասարիացիները իրենք յուրահատուկ վերաբերմունք ունեն Աստծո մասին գիտելիքի հանդեպ, ինչպես նաև կարող եմ, ես դա միշտ ասում եմ եւ հույսով եմ, որ բոլորդ հասկանում եք, որ ոչ որպես թշնամություն ունեմ, այլ որպես փաստ, որը ինքը իրականություն է, որ այն բարձրունքները, այն լայնածավալությունը, ինչպես որ արիացիները մտնում են Գերագույն Աստծո ազնվորության, բնավորության, նրա անձի, արտաքինի եւ այլնի, ասենք խորությանը, ինքը իրականում ոչ մի ուրիշ տեղ չկա։ Եվ այո, եթե մենք մեր գիտակցության մեջ աղանդավորի գիտակցություն ունենք, մեր կասկածամտությունը տգիտության մեջ, որտեղ մենք մտածում ենք, որ միայն այն աղանդն է ճիշտը, որին մենք ենք հետևում, մեզ թույլ չի տալիս։ Մեզ թույլ չի տալիս, որպեսզի մենք կասկածի տակ դնենք մեր ունեցածը եւ մի վարքյան մտածենք, իսկ եթե հանկարծ սա ճիշտ է, այստեղ ինչ է ասվում, կամ ոչ թե մենակ կասկածի տակ դնենք, որ եթե հանկարծ սա ճիշտ է, ուղղակի այդ հետաքրքրասիրություն, իսկ այստեղ ինչ է ասվում Աստծո մասին։ Հասկանում եք, մարդկությունը ինքը գնացել է ծայրահեղությունների ճանապարհով։ Այսինքն մենակ իմ աղանդը ճիշտ է, մնացած բոլորը սխալ եք։ Չեմ դալը ավելի փիս։ Մնացած բոլորդ սատանայից եք։ Հա? Եվ արդեն եթե մենք նյութական տեսանկյունից ենք խոսում, օրինակ 3 միլիոնանոց ժողովուրդը ինքը կարող է իրան թույլ տալ համարյա 1.5 միլիարդանոց ժողովրդին ասել, որ այն ինչին որ դու հավատում ես, դու ոտքից գլուխ սատանայից ես։ Հասկանում եք, չէ՞, որ նույնիսկ նյութական իմաստով դա այդքան էլ ճիշտ պահվածք չի։ Բանել, զորով քարկցել, որպեսզի ջղայնացնել։ Բայց իրականում, չէ, եթե մենք օբյեկտիվ ենք մոտենում, այդ օբյեկտիվ մոտեցումը ինքը ահավոր ձևի աջակցում է, հասկանում եք, որպեսզի մարդը ինքը կարողանա ընկալի ճշմարտությունը հանգիստ բաց մտքով գնահատի, այստեղ ինչ է ասվում, այնտեղ ինչ է ասվում, ինչ կա որ այստեղ կա, այնտեղ չկա, ինչ կա որ այնտեղ կա, այստեղ չկա։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հանգիստ իր համար վերցնի այն ամեն ինչը հոգևոր դաշտում, ինչ որ մատուցում են տարբեր կրոնականությունների մեջ ապրող հոգևոր ուսուցիչներ։ Եթե հոգևոր ուսուցիչները իրանք հոգևոր գիտելիքը սահմանափակում են միայն իրենցով եւ գալիս է միտեղ, որտեղ ասում են այս սրանից հետո ամեն ինչ անքննարկելի է, մեկ էլ դուք իմանում եք, որ ինչ-որ մի տեղ կա, որտեղ շատ համարձակորեն այդ ամեն ինչը քննարկում են, այդտեղ կասկածի տակ դնելը
դա կլիներ առաքինության մեջ կասկածամտություն, որտեղ դուք տեսնում եք, որ դուք ինչ-որ մի բան չունեք, եւ այդ ինչ-որ մի բանը կա ինչ-որ մի հատ ուրիշ տեղ։ Եվ դուք կարող եք այդ զգացումը ունենալ, էլի, որ հա կարող է այստեղ ինչ-որ մի ճիշտ բան է ասվում։ Ես կարող եմ լրացնել իմ պակասը եւ առաջընթաց ունենալ հոգեվոր կյանքի։ Հակառակ դեպքում, ինչպես ասում էր Բաքսիվինոդ Թակուրը, կենթանիակը ինքը փակում է դռները, որպեսզի Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կարողանա կենթանիակների հարցերին պատասխանի ոչ իր աղանդի միջոցով։ Եվ դա զարգանալու հնարավորություն։ Ուրեմն, կասկածամտությունը պետք է կիրառվի ճիշտ, եւ երբ որ այն կիրառվում է ճիշտ, այն չի թույլ տալիս, որպեսզի մենք ինչ-որ մի էտապում կանգնացնենք մեր հոգևոր կյանքը եւ մեր հոգևոր զարգացումը։ Եվ սա մարդու համար ահավոր կարևորություն ունեցող երևույթ է։ Այսօր այսքանը։ Սիրելիներս, ստեսություն ձեզ։